Շնորհակալություն Հայկ Ազարյան տնտեսագիտության տեխնացու ողջունում եմ բոլոր ներկաներին, ասեմ, որ ծավալվում է շատ հետաքրքիր եւ շահագրգիռ քննարկում, իսկ դա պայմանավորված է նրանով, որ այստեղ են գտնվում պետության, երկրի, ժողովրդի ճակատագրով, ապագայով մտահոգ մարդիկ եւ լավագույն մասնագետներ նաեւ։ Ասեմ, որ շատ հետաքրքիր էր պարոն Կարապետյանի ներկայացած զեկուցումը եւ ընդունում եմ այդ տնտեսական քաղաքականության գիծը։ Դա պայմանավորված է նրանով, որ վերջին հաշվով բնակչության բարեկեցության մակարդակը, երկրի տնտեսական հզորությունը, ռազմական հզորությունը, պաշտպանողությունը եւ ինչու՞ չէ նաեւ միջազգային կշիռը պայմանավորված է տնտեսության զարգացումն նախնական։ Եվ իհարկե ողջունում եմ դա, պատրաստ եմ իմ մասնագիտական դիտարկումների ներդրել եւ մի դիտարկում եմ որպես գյուղատնտեսության ոլորտի մասնագետ Ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կառավարման նախկին ամբիոնի վարիչ գյուղատնտեսության հետ կապված անշուշտ շատ կարևոր է մեծածախ շուկաների ստեղծումը, որը հնարավորություն կտա վերաբաշխել հավելյալ արդյունքը, հավելյալ արժեքը դեպի գյուղացին, դեպի արտադրողը, միջնորդներից կտեղափոխվի դեպի արտադրողը։ Բայց կարծում եմ, իհարկե դուք անդրադարձաք գյուղատնտեսության ոլորտին, դա շատ կարևոր է եւ արժեվորեցիք գյուղի եւ գյուղատնտեսության նշանակությունը, դա ռազմավարական կարևոր նշանակությունը ոչ միայն բարենային անվտանգության լուծման, այլ նաեւ ժողովրդագրական երկրի պաշտպանողության եւ վերջին հաշվով գյուղացին է կրողը մեր ազգային արժեքների ու պահպանողը եւ պետության կարևոր հենասյուներից է հանդիսանում։ Արտարում ողջունում եմ, որ դա շատ կարևորեցիք։ Միաժամանակ ես ուզում եմ իմանալ ձեր կարծիքը, թե բացի նա, որ մեծածախ շուկաների երաշխավորված մթերումների հետ կապված, որը շատ կարևոր է, նաեւ ինչ է նախատեսվում պետական աջակցության ավելացման հետ կապված, որովհետեւ գաղտնիք չէ, որ գյուղատնտեսությունը հանդիսանում է ցածր շահութաբեր եւ ռիսկային ոլորտ, ինչը պայմանավորված է նրանով, որ նա արտադրություն է բաց երկնքի տակ, եւ այդ առումով աշխարհի զարգացած երկրներում շուրջ 45-50% պետական աջակցություն է, այսինքն համախառն ներքին արդյունքի նկատմամբ։ Հայաստանում մեր թիվը կազմում է 0.01%, այսինքն մի քանի հարյուր անգամ ցածր, որը հնարավորություն կտա եկամուտները ավելացնել գյուղացիների, դա շատ կարևոր է։ Եվ մյուս հարցը տեխնոլոգիաների ներդրման հետ կապված առաջադիմական, ինչը նաև կարևոր է գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, եւ նաև մի շատ կարևոր հարց, որ ոչ գյուղատնտեսական ոլորտի բիզնեսի զարգացման հետ կապված, որովհետեւ գյուղատնտեսական հողերը գյուղատնտեսական բիզնեսը բավարար չէ, որպեսզի բավարարի գյուղացիներին աշխատատեղով եւ եկամուտներով։ Դա շատ կարևոր է։ Նու շնորհակալություն, հաջողություններ եմ ցանկանում մեր բոլորիս։ Աջակցման ծրագրերի հետ կապված ասեմ, ինչ ծախսեր ունի գյուղացին սեզոնի սկզբում, սեր, պարարտանյութ, դիզվառելիք, տեխնիկա։ Պարարտանյութը ստանալու է մթերմանկայանից մեծածախ գնով, բարտերային հիմունքներով կամ վճարովի։ Բարտերային հիմունքներով մթերմանկայանը տալիս է, սեզոնի վերջում բերք է վերջում։ Դիզելը նավթավերամշակման, գործարանի, կառուցման պարագայում մենք ունենալու ենք դիզելային վառելիքի գնի շեշտակի անկում մեր երկրում։ Եվ նաև կա մի քանի ծրագիր, որը ուսումնասիրության этаպում է, թե ինչպես դիզելային վառելիքի գինը իջեցնել, որպեսզի գյուղատնտեսական ապրանքը էժան լինի։ Սրա արդյունքում կավելանա շահութաբերությունը։ Եվ երրորդը, որը շատ կարևոր է, շատ համայնքներ Հայաստանում ունեն հին սովետական տեխնիկա եւ օրինակ մենք այցելել ենք Գոձունի շրջան, Գոձունը ստացել է սպանի շատ լավ եգիպտացորենի բերք, հրաշալի է, Հայաստանում ստացել է եգիպտացորենի լավ բերք, բայց ասում են մենք կարող ենք մեծացնել հզորությունները, ցանկատարությունները, միակ խնդիրը երկու խնդիր ունենք։ Մեկը արտադրել ենք բերքը, վաճառքի տեղ չունենք, մթերմանկայան չկա։ Երկրորդը տեխնիկան 1970 թե 65 թվի։ Տեխնիկայի քաղաքականությունը պետք է հասկանանք։ Հայաստանը շատ մեծ երկիր չէ, ցավոք, դա հնարավոր է անել հեշտ ռեգիոնալ տեխնիկայի պարկերի վերաստեղծման, բայց ես էլի կուզեի հրաժարվեինք պետական կառավարումից, մենք պետք է տեսնենք, թե մասնավորի հետ ինչ համագործակցության արդյունքում դա կան։ Իսկ մթերմանկայաններն են վերջնականապես ձեր այն հարցը, որ գյուղատնտեսությունը ձեռնտու չէ, հավատացեք տարածաշրջանը, եկեք նայենք երկու տարածաշրջան, Ռուսաստանի Դաշնություն եւ Մերձավոր Արևելք։ Մերձավոր Արևելք ունի ջրի խնդիր,
կլիմայական պայմանները Հայաստանի հետ նույնը չեն, եւ այն ապրանքներ, այն գյուղատնտեսությունը, որ Հայաստանը աճում, այնտեղ չի աճում։ Այսինքն մենք մեր համար պոտենցիալ շուկա է։ Ռուսաստանի հյուսիսը նույն վիճակն է, իրավիճակն է։ Այսինքն Հայաստանը գտնվում է մի հատվածում, որը կարող է ապահովել համ հարավին, համ հյուսիսին գյուղմթերքներով։ Ուղղակի դրսի գնորդը չգիտի թե ում հետ պետք է բանակցի։ Չի գալու մեր գյուղեր բոլորից գնի։ Իրեն պետք է միջնորդ մեծածախ գնով։